Բարի ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է, պարոն Մամիջանյան, շնորհակալ եմ, որ Ես եմ շնորհակալ։ հրավերս չմերժեցիք։ Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, 100 օր մոտավորապես, եւ հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել, մասնակցելու են ընտրություններին, թե չէ, համենայն դեպս պաշտոնապես չեք էլ հայտարարել այդ մասին։ Սա չի նշանակում, որ հանրապետականը մի տեսակ փակուղում է հայտնվել, որովհետև եթե չգնաք ընտրության, կնշանակի քաղաքական ինքնաոչնչացման, ինքնասպանության գնալ։ Գնաք ընտրության, երևի սպասելիքները մի քիչ այն չեն։ Ինչի չեք հայտարարում, կամ էս կողմ, կամ այն կողմ։ Հետաքրքրական է, թե ինչպես կարողացաք մի հարցի մեջ բոլոր պնդումները սխալ անել։ Նախ ոչ թե պաշտոնապես չի հայտարարել, այլ դեռ չի որոշել։ Մենք գործադիր մարմնի նիստ ենք ունեցել, որի ժամանակ բավական երկար քննարկում ունեցանք, ու ես կհասկանամ, կբացատրեմ, թե ինչն էր երկար քննարկման իմաստը, եւ այդ քննարկումները դեռ շարունակվում են ամենատարբեր մակարդակով եւ վերջնական քննարկումը տեղի ունենալու իհարկե գործադիր մարմնում։ Ինչի էին սխալ պնդումները, որովհետեւ նախ հանրապետականի վախճանի մասին խոսելը երևի մի 8 տարի է դրա մասին են խոսում, ու կարծում եմ մի 80 տարի էլ դեռ կխոսեն։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանում առաջին գրանցված քաղաքական ուժն է, քաղաքական կուսակցությունն է։ Մեր անցած ուղին հուշում է, որ մեր վախճանը ցանկացողները ահագին դեռ երկար ժամանակ, ես ցես նրանց թվին չեմ դասում, բայց դեռ երկար ժամանակ իշտարներին կացախ կլինի։ Ինչ վերաբերում է ինչն ենք քննարկում։ Տեսեք, մեր համար այս ընտրությունները, ինչպես եւ նախորդ բոլոր գործընթացները, ունեն մեկ նպատակ՝ իշխանափոխություն։ Այսինքն, երբ մենք գործադիրում հավաքվում ենք ու քննարկում ենք այս հարցը, մենք չենք քննարկում մեկը ասի, գիտես, ինձ թվում է 14 մանդատ կունենանք, մյուսը ասի, չէ, գիտես, եթե այսպես անենք 10 մանդատ կունենանք, մյուսը ասի, չէ, 20, նման քննարկում չկա։ Կա քննարկում հնարավոր է արդյոք կամ ինչպես է հնարավոր հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որ ուղին դրա համար կամ հանրապետականի որ գործողությունը դրան ամենաշատը կնպաստի։ Մենք հաջողություն ենք մաղթում բոլոր մեր այն իրական ընդդիմադիր գործընկերներին, որոնք արդեն հայտարարել են ընտրությունների մասնակցության մասին, հարգում ենք իրենց որոշումը, բայց կարծում ենք, որ քանի որ մեր նպատակը իշխանափոխությունն է, մենք պետք է գտնենք այն ուղին եւ այն լուծումը, այն ծրագիրը, որը ամենաշատը կնպաստի դրան։ Դրանով է պայմանավորված, որ մենք երկար ենք ծանրու թեթևանում, բայց գիտեք, չասեմ կեղծ օրակարգ է դա, բայց այն հարցադրումը, որ բոլորի մոտ առաջանում է, իսկ ինչի հանրապետականը չի դեռևս հայտարարել։ Շատ տրամաբանական հարցադրում է, որտեղ հանրապետականը առանցքային դերակատարներից մեկն է մեր ներքաղաքական դաշտի, բայց տեսեք, այն կառույցները, որոնք հիմա տարածքային գրասենյակներ են բացում Երևանում եւ մարզերում, որոշակի աշխատանք են տանում եւ այլն, հանրապետականը այդ ամենը ունի։ Ինչ անենք, գնանք մեր Վայոց ձորի գրասենյակը փակենք, նորից բացենք։ Եթե դրանից ավելի ոգևորությունը շատանա մեզ վստահող մարդկանց սիրով, բայց իրականում մենք ունենք բոլոր գրասենյակները եւ բոլոր կառույցները, որը ավելի կարեւոր է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում, փոքրի շատ է մեծ, իսկ որոշումը կայացնենք այն ժամանակ, երբ կայացնենք։ Պարոն Մամիջանյան, չհամոզեցիք, ասեմ ինչի։ Քաղաքական դաշտի մյուս բոլոր ուժերը արդեն դիրքավորվել են, արդեն ասել են, ում հետ են գնում, ոնց են գնում, մոտավորապես հասկանում ենք, ով ում հետ է լավ, ով մենակ արդեն հայտարարել է, գլխավոր ֆավորիտներն են արդեն ի հայտ եկել, այսպես ասած, ու հանրապետականը մի անկյունում, այսպես հələ մտածում է, ասում եք, տեսնենք ոնց է հնարավոր Նիկոլ Փաշինյանին հեռացնել, արդեն մենակ եք մի անկյունում, ամեն մեկը իր համար որոշել է, պարոն Մամիջանյան։ Դուք պիտի որոշեք այս հարցի պատասխանը տակ, մասնակցելու եք, թե չեք մասնակցելու, ու 36 տարվա կուսակցություն եք, ճիշտ ասեցիք, 90 թվականին գրանցված կուսակցություն եք, 10 տարի իշխանություն եք եղել, հələ ձեր մոտ 20, հələ ձեր մոտ հարց է առաջանում, գնալ ընտրության, չգնալ ընտրության, ինչ անել։ Մենք իրար չէինք լսում։ Ես լսում եմ ձեզ, բայց ես ասում եմ դիրքավորվել են, պրծել է, վերջ, թագավորին սպանել են։ Չեք լսում, որովհետև մենք չենք դիրքավորվում, նայենք ում հետ կպնենք, որ 2 մանդատ ավել կպնի։ Պարտադիր sense պետք է ասեի, որ ավելի բան լիներ։ Մենք դա չենք մտածում։
մենք մտածում ենք ոնց անենք, որպեսզի այն խոստումը, որը մենք տվել ենք մեր քաղաքացիներին, մեր պայքարի ընկերներին, մեր պայքարի քույրերին եւ եղբայրներին իրականացնենք։ Այն է Փաշինյանին հեռացնենք։ Մենք դա անում ենք այս ողջ ընթացքում, հիմա փորձում ենք հասկանալ, թե որ ուղին է դրան ամենաշատը նպաստելու։ Երբ որ դուք ասում եք բոլորը դիրքավորել են եւ ասել են, թե ով ում հետ է մասնակցելու, նախ դա ոչ այդպես չի։ Հիմնական գործող անձին։ Ոչ, դա էլ այդպես չի։ Ում եք համարում հիմնական գործող անձ, որ հաստատի այս պահի դրությամբ իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ ասել է բացառապես մեր ձևով արդեն ուժեղ Հայաստան կուսակցությունը մնացածը ոչ ասել են թե ինչ կոալիցիաներ են կազմելու, ոնց են մասնակցելու եւ այլն եւ այլն։ Ելում եք դուք տեսնում, ասենք Հայաստան դաշինքը պիտի հանրապետականների հետ դաշինքով մասնակցի։ Ինչ կապ ուներ հանրապետականների հետ դաշինքով մասնակցել։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը եղել է եւ Հայաստան դաշինքը արդեն ասել է, ըստ էության ուզում են որոշել ով կառաջնորդի իրենց ցուցակը, մեր ձևով ասել է, որ կուսակցություններն են լինելու Հայաստան դաշինքի մեջ։ Գիտեք, ես գիտեմ, բայց չեմ ասի, բնականաբար։ Դաշնակցությունը կլինի։ Ես դες վստահեցնում եմ, որ դանդաղ շտապելը ամենալավ մոտեցումն է մանավանդ քաղաքականության մեջ, անհոգ եղեք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր անհանգստանում են, որ հանրապետականը կարող է ուշանա, հանրապետականը process-ներից երբեք չի ուշանում, որովհետև որպես կանոն այդ process-ների գեներացնողներից մեկը հենց հանրապետականն է։ Պարոն Մամիջանյան, ասում եք հələ որոշենք, որ տեսնենք ոնց անենք, որ Փաշինյանին ամենաճիշտ ճանապարհն է հեռացնելու։ 5 տարի ունեիք այդ որոշելու համար, ծանրութեթև անելու համար, քայլեր անելու համար, դուք 21-ին գնացիք ընտրության, ստիպված։ Այս ձևաչափով, այս կարգախոսով ուղղիր մեջքդ կպնենք գործի, որ ապրենք, չէ՞, եթե չեմ սխալվում, ճիշտ ասացի հերթականությունը։ Քաղաքացիները հավատացին, ինչքանով որ հավատացին, ուղղեցին մեջքը, կպան գործին, ձեզ մանդատ տվեցին ու սպասեցին, որ ապրեն, սենց ասած։ Ու չտեսան ձեր գործը, բա դուք ինչ գործի կպակ այդ ընթացքում։ Պետք է հարցադրում էր։ Ես պատասխանատու եմ պարլամենտում եւ դրանից դուրս ես 5 տարիների ընթացքում իմ եւ իմ ընկերների արած բոլոր գործողությունների համար։ Դժվար գտնվի որևէ մեկը ներառյալ ձեզ, ով ավելի ծանր կարողանա քննադատել այն բոլոր փորձերը, այն բոլոր գործողությունները, որոնք վերջին արդյունքի չհասան։ Ասել որ դրանք անարդյունավետ էին, ես չեմ ասի, բայց որոնք իրենց վերջին արդյունքին չհասան, այն է Փաշինյանին հեռացնելը։ Հասկանում եք, մենք պարլամենտ չենք գնում, որ մի 20 հոգի ավել մարդ մեզ ճանաչի, կամ որ հաջորդ ընտրություններին 2 մանդատ ավել կպցնենք, կամ լավ սիրուն նկարներ ունենանք, կամ եւ այլն եւ այլն։ Մենք գնում ենք հստակ նպատակով, որը ցավոք սրտի մինչ այս պահականի դեռ մենք խոսում ենք, ոչ մեզ, ոչ որևէ մեկին դաշտում չի հաջողվել։ Ուստի դուք խոսեցիք 21 թվականի մասին, 21 թվականին, եթե դուք հիշում եք, հանրապետականը ստիպված այդքան լավ բառ չի, բայց ամեն դեպքում բավական ընդգրկուն նկարագրում, ստիպված մասնակցեցինք ընտրություններին։ Մենք կոչ էինք անում մեր գործընկերներին ընդդիմադիր չմասնակցել դրանց ու կարծում եմ, որ ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք։ Ինչ վերաբերվում է 5 տարի կամ 30-ից ավել տարեկան կուսակցությունը, Հայաստանի Հանրապետությունում ժամը մեկ է բան փոխվում։ Եթե մենք այս զրույցը ունենայինք մի տարի առաջ այս ժամանակ, այս պահին ընդդիմադիր ամենաազդեցիկ դերակատարը դեռ չկար։ Այնպես որ դուք ասում եք 5 տարվա ընթացքում չեք որոշել մասնակցել, թե չմասնակցել, դա հնարավոր չէր 5 տարվա ընթացքում անել։ Նորից եմ ասում, ժամը մեկ է բան փոխվում մեր երկրում։ Պարոն Մամիջանյան, տեսեք, հարց է առաջանում։ 21-ի ընտրությանը դուք չձևավորեցիք իշխանություն եւ ակնկալիքներն էլ ըստ էության հասկանում եք այդ ժամանակ, բայց կոնկրետ ես այս հարցի պատասխանը չեմ կարողանում գտնել, թե դուք ինչ էիք արել ձեր իշխանավարման տարիներին, որ այդքան կորուստներից, այդքան ձախողումներից, պատերազմի պարտության դեպքում անգամ վերադարձ ձեզ չեղավ։ Հետաքրքիր ձևակերպեցիք այդ իրողությունը։ Դրանք երկու առանձին հարցեր են։ Առաջին հարցը, եթե թույլ տաք մի փոքր վերաձևակերպեմ, թե ինչով է պայմանավորված հանրապետականի նկատմամբ մեր հայրենակիցների որոշ հատվածի վերաբերմունքը կամ այսպես ձևակերպենք հանրապետականի ոչ բոլորի կողմից հասկացված լինելը։ Ես կարող եմ բացատրել ինչի, ընդ որում օրինակով։ Ի թիվս
բոլոր այն սխալների, որոնք բացթողումների, որոնք կային, ոչ մեկ չի ասում, որ Հայաստանում կյանքը իդեալական էր։ Բայց գիտեք, իդեալական տեսք մենակ ունենում է երբեք չգրած մատիտը, սուր նոր սրած շատ սիրուն է։ Բայց հենց որ սկսում ես մատիտը օգտագործել, ինքը շփվում է, ձևախեղվում է եւ այլն եւ այլն։ Նույն պատմությունն է։ Սխալներ չի գործում այն մարդը, որ ոչինչ չի անում։ Մեկ այլ խոսակցության թեմա է, եթե երկու նժարի վրա դնենք գործած սխալները եւ գրանցած արդյունքները, իմ համար ակնթայտ է, թե որ նժարը ավելի ծանր կլինի, բայց դա առանձին խոսակցություն արդյունք։ Ինչու՞մ թերացանք, թերացման պատճառներից մեկը իմ համեստ կարծիքով դա մեր քաղաքացիների հետ շփման քաղաքագիտության մեջ դա GR են անվանում կամ կապերի բացակայություն բառը լավը չի, բայց խզումն է։ Մի օրինակ բերեմ։ Երևի 2 տարի առաջ ես ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցի, որ 12-13 քիչ էլ 14 թվականներին մենք մեր երկրի սահմանները բարելավել ենք Արարատից մինչև Սյունիք շուրջ 500 քառակուսի կիլոմետրով։ Ընդ որում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ես համ քառակուսի կիլոմետրն եմ ցածր ասում, համ ընդեղ ահագին բաներ նույնպես չեմ ասում, որպեսզի հնարավորություն չլինի կասկածի տակ դնել իմ ասած, իրական թվերը ավելի բարձր։ Այդ թիվը առաջին անգամ հրապարակվել է, ասացի 3 տարի առաջ, 23 թվականի, կամ 23 կամ 24 թվականի։ Իշխանափոխությունից հետո։ Չէ, իշխանափոխությունից 6 տարի հետո, բայց հասկանում եք, իրագործումից, այսինքն փաստացի դա իրականացնելուց 10-ից ավել տարի հետո։ Հիշենք 2020 երբ որ արդեն հանրության մեջ ամրապնդվել էր, որ դուք կանսերվի բանկեքով սահման պահող եք, որ դուք զինվորին սոված թողող եք, 400 հեկտար, եսիմինչ եւ այլն եւ այլն եւ այլն։ Լավ, 13-14-ին, 12-13-14-ին դա չէր ասվել։ Բայց կարելի էր գոնե ասել ապրիլյանից հետո։ Երբ որ բոլորը մեզ փորձում էին թիրախավորել Թալիշի 400 հեկտարի, որը հետո պարզվեց այդպես չէր եւ այլնի համար։ Ու ես չեմ ասում, որ դա սխալ էր, որովհետեւ հիշում եք ինչ տեղի ունեցավ 20 թվականի օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ որ մի ամրության ազատագրումը, ընդ որում մանրամասները շատ չմանանեմ, ներկայացած որպես 3-րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակ։ Նորից էլի կարևոր միտք, չի քննարկվում, որ 44 օրյա պատերազմի ագրեսորը Ադրբեջանն է, դա չի քննարկվում եւ չի կարող քննարկվել։ Բայց նմանօրինակ ռետորաբանությունը, նմանօրինակ էժան PR-ը հնարավորություն էր տալիս իրենց փորձել ադրբեջանցիներին փորձել լեգիտիմացնել իրենց ագրեսիան։ Դուք հասկանում եք, որ դեպքերի համար 70-ից ավել մարտական խաչ է բաժանվել։ Ստացողները էլի հերոս տղեկ են, դա չի քննարկվում։ Բայց 70-ից ավել մարտական խաչ դիրքային բարելավման համար։ Ոգևորում էր։ Ու այսպիսի օրինակներ ես անverջ կարող եմ բերել։ Երբ ես 18 թվականին աշխատում էի դեռ մասնավոր սեկտորում, մինչև իշխանափոխություն։ Այնպես է ստացվել, որ մեր կազմակերպությունում ապրիլի 24-ն էր։ Ապրիլի 24-ին էլ էի աշխատանքի։ Կարող եք ենթադրել, թե ինչ տրամադրությամբ նախագահ երաժշտականից հետո։ Ու այդ կազմակերպության մարզում էր։ Այդ կազմակերպության գլխավոր հաշվապահ շատ գրագետ մի մարդ մոտեցել էր կազմակերպության սեփականատերին, ես սա իրական դեպք եմ պատմում, որին անձամբ ներկա եմ եղել։ Ասել էր, պարոն Այսինչյան, ես աշխատավարձերի վերահաշվարկ անեմ, չէ՞։ Սեփականատերը չէր կարողանում հասկանալ ինչի։ Ասում է, դե նախագահ հրաժարական ա տվել Սաշիկ Սարգսյանի 50%-ները էլ չենք տալիս, ավել փող ունենք, կարող ենք աշխատավարձերը բարձրացնել։ Խոսքը գնում է կազմակերպության գլխավոր հաշվապահի մասին, ով այդ ամբողջ ֆինանսական շարժը տեսնում է։ Այդ մակարդակի էին արմատացած միֆերը, այդ մակարդակի իմ ավակ գործընկերներ այն ժամանակ երևի կարևորություն չէին տալիս հերքելու այն խելագարությունները։ Դե ուրա մի գործ կա։ Սաշիկ Սարգսյանի 50%-ները։ Մի գործ կա։ Կես տարի չի անցել, մի տարի չի անցել արդեն։ Մենք 2026 թվականն ենք ապրում, այսինքն 8 տարի։ Ինձ եթե այդպես նայես ամենաշատ
ժամանակ անազատության մեջ անց են կացրել հանկարծ եթե սխալվեմ խնդրում ինձ ուղղեն քաղաքական բանտարկյալներից Մամիկոն Ասլանյանը եւ Արմեն Աշոտյանը գումարային եթե վերցնենք ես ենթադրում եմ ոչ մեկին չթվա որ փորձում եմ մեկի անցկացրած օրերը նվազեցնել լավ շատերից մեկը այսինքն մեր երկրի ամենամեծ կոռուպցիոներները Մամիկոն Ասլանյանն ու Արմեն Աշոտյանն են ու բացարձակ զերո հանդիմանանքով երբեք ինձանից հանդիմանանք չեք լսի։ Այնի դատի չէր տալիս, պարոն Մամիկյան, Սաշիկ Սարգսյանը, երբ որ անընդհատ խոսում է 50%-ի մասին, Բաղրամյան 26 ճամպրուկով տանելու մասին։ Արոն Սարգսյանին հրավիրեք ձեր եթեր, իրան այդ հարցը կտակ։ Ես ուրիշ բան եմ ասում։ 2018 թվականին ընդ որ նորից եմ ասում առանց հանդիմանանք խորին հարգանքով այդ մարդիկի հայրենակիցներն են մարդիկ որոնք փողոց էին փակում մարդիկ որոնք ցույցեր էին անում պայքարում էին իրենց կարծիքով ավելի լավ ապագայի համար ես ուղղակի ուզում եմ իրանցից ամեն մեկը իր մեջ հարցնի իրանք պայքարում էին նրա համար որ մեր երկրի ամենամեծ կոռուպցիոներ Արմեն Աշոտյանը 2 տարի ժուց ավել անցկացության ազատության մեջ Նա թմկարում ասում են 550 միլիոն ապօրինի բռնագանձված միջոցներ ենք ներդրել արդեն վերցրել նախ խիստ կասկածում եմ այդ թվի վրա երկրորդ երբ որ այդ թիվը հարաբերեք մեր կառավարման տարիների չեմ ասում ամբողջ պետական բյուջեին մենակ ռազմական ծախսերի այնքան չնչին տոկոս է գալու ես չեմ ասում կարելի արդարացնել բայց համատարած թալան երբ որ բառակապակցությունը օգտագործվում է ինքը հաստատ մի քանի տոկոս չի ենթադրում Մենք ռազմական ծախսերին կանդրադառնանք ես ընդգրկել եմ որոշ հարցեր զենքերի հետ կապված այդ թվում Փաշինյանական թեզերի հետ կապված բայց այս պահին շարունակելով ընտրությունների թեման պարոն Մամիկյան ասացիք 5 տարի ազգային ժողովում մենք փորձել ենք ջանքեր ներդրել հա չի ստացվել Փաշինյանն հեռացնել բայց ջանքեր ներդրել են ագրեսիվ չէի ես դա ասում ես դա խոնարհությամբ էի ասում ես ոնց ասեմ որ ձեր պես ասում չկատակ եմ նկատում եմ խոնարհությամբ էի ասում Խարել ենք, բայց պետք չի ինձ փորձել նմանակել դա լավ չի ստացվել Պարոն Մամիկյան Հայաստան դաշինքի падգամավորները գոնե ԱԺ կառավարություն հարցապատասխանին գնում են ցես նայում են երեսին կռիվ են տալիս հա մեկ էլ ծեծ ուտելը կա չգիտեմ ինչ որ փոխադարձ փոխհրաձգությունները կան բայց ինչ որ ներվ կա ինչ որ ներվ անում են Դուք այդ էլ չեք անում դուք ԵԽԽՎ-ի ամբիոնն եք օգտագործում այդ մասով բան չունեմ ասելու Բայց այդ մանդատը արդյոք դուք լիարժեք եք իրագործում։ Դուք ինչ չեք գնում, սենց երեսինակ։ Դուք պիտի գնայիք քարը չթողեիք։ Տիկին Ջեբեջան, դուք երբևէ ուզեցել եք ինձ տեսնել սաղավարտով եւ թուրը ձեռքիս։ Կարելի էր, ինչի՞ չէ։ Դե եկեք մի օր այդպես կպատկերացնեք կամերային կպատվիրեք սարքի։ Ես գլադիատոր չեմ, որ դուք էլ ինձ ասեք գոնե տեսարաններ են լինում կամ գոնե ներվ կա։ Մենք Տևական ժամանակ մասնակցում էինք հարցուպատասխանին, որից հետո մեր ֆրակցիան համարեց, որ այդ գործիքը այս պահին որևէ արդյունավետություն չի տալիս։ Հայաստան դաշինքի Հայաստան խմբակցության падգամավորները այլ կարծիքի են, ընդ որում ծեծ ուտել բան ձևակերպում է իմ համար անընդունելի է գործընկերներից։ Դե ճակերտային եմ ասում։ Okay։ Մենք համարում ենք, որ այդ գործիքը արդյունավետություն չունի։ Դա մեր կարծիքն է։ Դա падգամավորի միակ գործիքը չի։ Այո, միջազգային կապերը եւ տարատեսակ հարթակներում ելույթ ունենալը падգամավորի աշխատանքի մի մասն է կազմում, բայց նաեւ մեկ այլ հատված է կազմում քաղաքացիների հետ աշխատանքը, քաղաքաբանտարկյալների հետ աշխատանքը, միջազգային կառույցների տեղեկացնելը, թե մեր երկրում ինչ է կատարվում։ Գուցե մի օր ինչ-որ հարցի դրա համար էսպես աչքերները բաց ասում են ժողովրդավարական Հայաստան ժողովրդավարական Փաշինյան աջակցում ենք մենք նրան։ Ճիշտ եք անում, որ այդպես եք ասում։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ թե այդ զեկույցը, ենթադրում եմ, որ ակնարկում եք մասնավորապես ԵԽԽՎ-ի վերջին զեկույցին, թե այդ զեկույցը գրողները, թե Հայաստանի հարցով համազեկուցողները, թե չասեմ բոլոր պատգամավորները ԵԽ-ի, որովհետև այնտեղ մարդիկ կան, դա բացարձակապես չի հետաքրքրում, բայց ամենայնպես մեծ մասը տեղյակ են Հայաստանում ինչ է կատարվում։ Տեղյակ են ինչի, որովհետև ես իրանց տամ ես եւ իմ գործընկերները եւ գրել ենք դա եւ հանդիպումների ժամանակ ասել ենք եւ ելույթներում ենք ասել։
պարզապես կարծես միջազգային կառույցները, ընդ որում սա ես որպես արդարացում մի ընդունեք, իհարկե, շատ վատ է որ զեկույցը այդպեսին է։ Միջազգային կառույցները որոշել են ավելի շատ կարևորել իրենց աշխարհաքաղաքական շահերը, Ինչպես եւ միշտ։ քան էսա պատասխանը ինչպես եմ, քան իրենց իսկ դավանած եւ առաջ մղած արժեքները։ Այո, իհարկե ես նաիվ մարդ չեմ, ես հասկանում եմ, որ միշտ է այդպես եղել, բայց առաջ գոնե ֆասադը պահվում էր։ Ինչ որ ձևականություններ գոնե փորձում էին անել։ Ես իհարկե չեմ ասի, թե որ կառույցի, որ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ եմ դա ասել։ Բայց մի քննարկման ժամանակ, մի հանդիպման ժամանակ, երբ որ դիմացինս ասեց, որ դե արտաքին ազդեցություն ան երկրի ներքաղաքական կյանքին եւ այլն, ես ասացի քո այսինչ ասած կարծիքը եւ այսինչ հրապարակած կարծիքը արդեն իսկ ազդեցություն էր Հայաստանի ներքաղաքական կյանքին ու դա ասելու պահին ես մտածում եմ, որ դա կլինի իմ եւ այդ պաշտոնյայի վերջին հանդիպումը, որովհետեւ ինքը այդ պահին սցենա կսարքի, կասի ոնց, ինչպես էս հարմարցակվում եւ այլն, ու էլ երբեք իմ հետ չի հանդիպի։ Ինձ նույնիսկ չպատասխանեցին, նույնիսկ չեն փորձել հերքել։ Որ դուք պատկերացնեք, ինչի անեմ պատմում ես, որ պատկերացնեք, թե ինչքան այլևս այդ ֆասադը իրենք չեն պահում անգամ այսպիսի հանդիպումների ժամանակ։ Բայց դա չի նշանակում, որ այդ աշխատանքը չպիտի տարվի, դա չի նշանակում, որ այդ բոլոր նամակները, ելույթները, հանդիպումները չպետք է արվեն, որովհետև նախ մենք դա պարտավոր ենք անել մեր պայքարի քույրերի եւ եղբայրների առաջ, եւ երկրորդ, որովհետև դա մեր աշխատանքի մի մասն է։ Հոսպեք, ես հո գլադիատոր չեմ, որ գնամ Փաշինյանի դեմս են սուրը սանեմ ու փրթեմ թափեմ, չէ՞։ Ձեզանից չեք պահանջում գլադիատոր լինել։ Վախենում եք Փաշինյանից։ Չեք կարողանում գնալ դեմը կանգնել, իր թեզերը ջարդել ու դուք ավելի ուժեղ գտնվել այդ մարտում հաղթել։ Գիտեք, ես իհարկե ձեր հետ չեմ վիճի դե հարցի շուրջ, բայց կարծում եմ մեկնաբանություններում եւ մեզ նայող քաղաքացիները կասեն, թե կարելի է արդյոք Մամիջանյան Հայկին կամ որևէ հանրապետականի հարցնել Փաշինյանից վախենում եք թե չէ։ Ինձ թվում է չէ։ Այդ իմ բաժին դու դավաճան ես եւ այլն, իրա դիմաց ես ասել եմ, միան հանգստացեք։ Խնդիրը հիմա ավելի պետքա տեխնիկական հարցերի անցնեմ, բայց սիրով կանցնեմ։ Կառավարությունը այժմ հարց ու պատասխանի ձևաչափը ընտրված է այնպես, որ Փաշինյանը այդտեղ միշտ հաղթելու է։ Բարձր անվանությամբ։ Եթե ուշադիր նայեք, երբ որ իրեն հարց ես տալիս, ինքը առաջին հարցի պատասխանը տալիս է նորմալ, առանց այդ իր վերջին մեխանիզմը։ Երբ որ դու արձագանքում ես ու ինքը արձագանքի տա պատասխանում, այդ ժամանակ ինքը մտնում է իր այդ էմոցիոնալ զեղումների մեջ, դե բնականաբար իր ժամանակը ոչ մեկ չի կարգավորում, այսինքն դու պետքա ոչ վերջինը խոսելով 1.5 րոպեվա ընթացքում կարողանաս այնպիսի բաներ ասես, որ ինքը կես ժամ էլ խոսա վերջինը խոսելով, բան չմնա, դա ռեալ չի։ Բա ինքը երբ ընդդիմադիր էր ո՞նց էր հանրապետականների ազգային ժողովի նախագահը այն ժամանակվա ազգային ժողովի նախագահ էր, ոչ թե ԿՊ խմբակցության ղեկավար։ Երբեք իրեն թույլ չէր տա անել այն, ինչ իրեն թույլ է տալիս Ալեն Սիմոնյանը։ Ու երևի դա նաև դարանում մեր սխալները, բայց դա առանձին պատմությունն է։ Խնդիրները բարձրաձայնելու ֆորմատը միայն այդ չի։ Ընդ որում նորից եմ ասում, ես մի ժամ խոսում եի, թե ինչի արդյունավետ չի այս պահին իմ կարծիքով հարց ու պատասխանը, բայց ոչինչ չի արգելում։ Դուք բան ասեք, որ ինքը չկարողանա ճղի։ Նիկոլ Փաշինյան, մարդը որ լուրջ դեմքով նայում ասում Արցախը հանձնել ենք, որ Հայաստանը գոյություն ունենա, ինչ ասեմ, որ ինքը չկարողանա ճղի։ Մարդը որ լուրջ դեմքով ասել է, ես վեհապար հայրապետին պատրաստ եմ իմ ինտիմ մասերը ցույց տալ, ես ինչ ասեմ, որ ինքը ամաչի։ Կասեք ինձ ինչ ասեմ, ասեք հաջորդ չորեքշաբթի օրը ասեմ։ Դուք այդքան բան եք ասել իրեն։ Ես մանդատ կունենա, ես կգնամ։ Դուք այդքան բան եք ասել իրեն, ընդ որում դուք շատ սուր բաներ եք ասում իրեն այդ իր նոր ընդունված ընտրած բրիֆինգի ֆորմատի ժամանակ կառավարության նիստերից հետո մի անգամ եղել է այնց դեպք, որ ինքը չպատասխանի։
Ինչ ասես ասել եք։ Մինչև հայհոյանք հասել է։ Բայց հարցին չի անդրադառնում, ինքը մանևրում է եւ չի պատասխանում։ Պատասխանել դուք նկատի ունեիք հարցին պատասխանել, ես պատասխանել նկատի ունեի։ Բայց գոնե ձեզ դիտողները, ընտրողները կլսեն, կընդունեն իգիտություն։ Կաթիլը քար է ծակում, պարոն Մամիջանյան, ու ամենասիրած աֆորիզմներից մեկն է, եւ դրա համար բոլոր գործիքները, որոնք այս կամ այն կերպ կիրառելի են, նույն հաջողությամբ տեսեք, ես կարող եի ասել հայտարարությունների ժամն էլ անիմաստ, բայց չէ, անիմաստ չի։ Կաթիլը, այո, քար է ծակում։ Գործընկերներս ընտրում են կառավարություն Հայաստան խմբակցության կառավարությունը արժեհարցու պատասխանը օգտագործել որպես այդ հարթակ։ Հա, դուք եք որոշում եք։ Բայց տեսեք կողքից, պարոն Մամիջանյան ջան, կողքից մարդիկ նայում են, ասում են պարգևավճարները ստացել են, դրա համար ձեն չեն հանում։ Այդպես է, թե դուք ինչ եք կարել պարգևավճարները, ինչպես ես բազմիցս հայտարարել եմ, ոչ միայն այս, այլ նաև նախորդ պարգևավճարները, որոնք այս չափի չէին, շատ ավելի փոքր էին, ուղղվել են տարբեր սոցիալական ծրագրերի, ընդ որում տարբեր պատգամավորներ տարբեր ձև են արել, որոշ պատգամավորներ դա կառույցների են տվել, որոշ պատգամավորներ կիսել են մի մասը տվել են կառույցների, մի մասը անհատների, որոշ պատգամավորներ Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին են բացառապես օգնել, տարբեր է եղել, բայց դա վերաբերում է ոչ միայն այս վերջին մեծ պարգևավճարին, այլ նաև այս 5 տարիների ընթացքում եղած բոլոր պարգևավճարներին։ Ուղղակի ամբողջ ձեր պարգևավճարները տենց բաժանել են։ Ուղղակի առաջին հատվածում ոչ, ուղղակի առաջին հատվածում մենք դա ամեն անգամ հայտարարում էինք, հետո արդեն մի տեսակ հայտարարելու իմաստը դուրս եկավ, ինչ իմաստ ունի, միշտ այդպես է եղել, այս անգամն էլ բացառություն չէր։ Հասկացա։ Պարոն Մամիջանյան, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում շատ ինտրիգային հայտարարություն արեց, ասեց հեսա փողոցային պայքար ենք սկսելու, ծրագիր կա, ծրագիր ունենք, կասենք, ինտրիգը թողեց։ Սպասեցինք, չեղավ, ինչ եղավ ձեր փողոցային պայքարը։ Փողոցային պայքարը ոչ մի բան չեղավ, ու մնացյալ ելքային տվյալները զգալիորեն փոխվեցին։ Ընդ որում այդ ծրագիրը դեռևս շարունակում է լինել, այդ ծրագիրը կա։ Որ ելքային տվյալները։ Որոշակի ելքային տվյալների դասավորման պարագայում նաև կիրառելի է։ Այսինքն այդ ծրագիրը գոյություն ունի։ Չեմ կարող իհարկե մանրամասնել։ Բայց կախված չի։ Իհարկե ոչ։ Կան կետեր, ծրագիր կազմում, որը ձեր հետ ձեզնից կախված չի։ Լուրջ եք իմ հարցնում։ Հա։ Ծրագիրի ոչ բոլոր կետերն են կարող մեզնից կախված լինել։ Մեր անելիքները մենք շատ լավ գիտենք, բայց այնտեղ կան անելիքներ, որոնք կամ ոչ միայն մերն են, կամ առհասարակ։ Այն չի հայտարարվեց։ Նախագահ մարդ վեր կացավ լրագրողներին խոստացավ։ Նորից կրկնենք, նախագահ Սարգսյանի ցանկացած խոսքը պետք է բառացի մեջ բերել։ Մենք ունենք ծրագիր։ Այո, մենք ունենք ծրագիր, եւ եթե դուք նայեք թե դրանից հետո ինչ իրադարձություններ եղան, մենք արդեն սկսել էինք դրա որոշ հատվածների իրագործումը, որ արժանացավ մեր կողմից ակնկալելի եւ ճիշտ ասած ոչ այդքան ակնկալելի տարբեր խոչընդոտների։ Ծրագիրի impeachment, փողոցային պայքար, բաղադրիչներից մեկն էր impeachment։ Կարևորագույն բաղադրիչներից մեկն էր impeachment-ը։ Բա 4 տարի անցավ ընտրություններից, հետո նոր որոշեցինք impeachment անել, ծրագիր թափահարել եւ Փաշինյանին հեռացնել։ Նախ առաջին 1 տարվա ընթացքում impeachment իրականացնել հնարավոր չի, դա օրենքի պահանջ է։ Հա։ Երկրորդ, այդ ընթացքում եղել է առնվազն 2 մեծ փողոցային պայքար, որոնցից երկուսի շարժումը եւ Բագրատ Սրբազան պայքարը այն կոմիտեն չեմ նշում, շնաձետել է եղել։ Եվ դրանցից յուրաքանչյուրի ժամանակ հանրապետականը ունեցել է մասնակցությունը շատ մեղմասված բառ է, մասնակցությունը շատ նուրբ հասված, բայց դրանցից ոչ մեկին նախաձեռնողը մենք չենք եղել։ Մենք Այսպես սպասեցիք ամենավտանգավոր ինչ կանեն, հետո նոր դուք խառնվեք։ Տեսեք, որ դուք այդպես ձևակերպում եք, այդտեղ դա դառնում է մի քիչ ոնց որ նեգատիվ։ Չէ, բացարձակ կային մարդիկ, որոնք այլ ծրագրեր էին առաջարկել, որոնց տարբեր բաղադրիչների այնց է ամենակարևորը, մենք այդ քննարկումը չէինք ունենում։ Իրատեսականա դե լավ կպնենք անենք։ Մենք ասում ենք, մեր կարծիքով կարելի է SSS բաները փոխել։ Մեր առաջարկներն են դրանք։ Բայց դաժե եթե չանեք էլ դա, մենք մեկա մեջն ենք։ Ու չեմ ուզում ավելի մանրամասներ ասել, ավելի շատ, բայց եղել են իմ նշած պայքարների պարագայում դեպքեր, երբ ամենասկզբում մենք ասել ենք մեր կարծիքով այսպես արժի անել, չեն լսել։
նորից պետք չի տանել նեգատիվի դաշտ։ Դուք անեիք։ Այդ մարդիկ համարել են իրանց ծրագիրը մենք անենք, այդ Չէ, դուք էլ մարդիկ առանձին անեիք։ հետո արեցին։ Ձերով։ Ինչի համար որ բոլորը կաննեին Որն էր եւ Telegram-ի տարբեր կենթանական աշխարհի ներկայացուցիչներ ասեին, որ ահա նորից սպառակտում է։ Մենք սևագործ բամբուրի կարգավիճակով ամենավտանգավոր կետերում ու դա ոչ մեկ չի կարող կասկածի տակ դնել, ով որ գոնե մի հատ փողոցային ակցիայի է մասնակցել, չի կարող կասկածի տակ դնել։ Մեր ընկերների հետ, մեր պայքարի ընկերների հետ հավասար իրագործել ենք իրենց առաջարկած ծրագրերը։ Ոչ մեկին չթվա, որ ես հիմա փորձում եմ ասել, բա ինչի չստացվեց։ Միլիոն պատճառ կա ինչի չստացվեց։ Մենք պատվով բացերեսով ենք խոսում դրա մասին։ Հետո մենք առաջարկեցինք մեր ծրագիրը։ Թե ինչպես դրան միացան մեր գործընկերները, ինչ չափով, ինչ դանդաղկոտությամբ, իրոք դա արդեն անիմաստ է քննարկել։ Բայց 2022-ի մայիսին, երբ որ փողոցային պայքար կար դեռ քաղաքում, ձեզ մեղադրում են որ դուք Ալեն Սիմոնյանի որոշմամբ վեր կացաք եւ Անդրանիկ Քոչարյանի, Մարիա Կարապետյանի, Շիրակ Թորոսյանի եւ այդ ամբողջ ՉՔ-խմբի հետ որոշեցիք գործուղման գնալ։ Երբևէ կյանքումս այդ կազմի հետ չեմ գնացել գործուղման, մեկ։ Երբևէ չեմ գնացել ուղղակի։ Հենց մեզ ձեր անունը գրել եք։ Երկրորդ։ Գրել են անունը, հետո հրաժարվել եք։ Որոշման մեջ ձեր անունը կար։ Լսեք։ Հա։ Խոսքը գնում է Շվեյցարիա, այո, Բեռն ուղևորության մասին, ճիշտ է, որը ինձ խնդրել էին մասնակցել Շվեյցարիայի հայկական համայնքից։ Միջխորհրդարանական աշխատանքային քննարկում։ Չեմ էլ հիշում ինչ ֆորմատ էր կոնկրետ, բայց ես գնում էի այդ նպատակով, որովհետև այն ժամանակ եւ մինչեւ հիմա էլ Շվեյցարիայի խորհրդարանում մեր հայրենակիցների, մեր համայնքի աշխատանքը բավական տեսանելի է։ Եվ դրանից մի 4-5 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, դեկտեմբեր ամսին ինձ խնդրել էին ընդգրկվել այդ պատվիրակության մեջ։ Ինչը ես արել էի, ընդգրկվել էի, հենց որ այդ գրությունը եղել է, եթե չեմ սխալվում, ես նույնիսկ ստատուս եմ դրա մասին գրել։ Ոչ միայն գրություն եմ գրել այն ժամանակվա Միջարոց Աղաջանյան Էդուարդին չասեցիք, որովհետև ինքն էլ կար այդ պատվիրակության մեջ, ինչի եմ հիշում, որովհետև իր անունով եմ գրել գրությունը։ Ես գրել եմ, որ հիմք ընդունելով փողոցային պայքարը գրած է, Facebook-ում գրած է։ Ես հրաժարվում եմ այդ գործուղումից։ Չստացվեց։ Բայց իշխանական ԶԼՄ-ները դա թմկահարում էին։ Իշխանական ԶԼՄ-ները կարող են ասել, որ ես իշխանական ԶԼՄ-ները կարող են ասել, որ ես նախաճաշին նաև երեխաներ եմ ուտում։ Ինձ դա այդքան չի հետաքրքրում։ Էականա իրողությունը։ Ու մի քիչ ավելի էականա, թե ինչ են գնում ընդդիմադիր ԶԼՄ-ները։ Ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ ավելի ուշադիր։ Պարոն Մամիջանյան, Սերժ Սարգսյանը դատարանի բակում հունիսին 2025-ի հունիսին հայտարարեց, որ շախ է հայտարարելու Նիկոլ Փաշինյանին, շախ են ասելու, դուք շախ եք ասելու Նիկոլ Փաշինյանին։ Մենք էլ մտածում էինք, որ հաշվի առնելով շախմատի նկատմամբ Սերժ Սարգսյանի սերը եւ պրոֆեսիոնալիզմը, ասենք որ շախ ասի, հաստատ մատն էլ կհաջորդի, բայց ոչ շախը եղավ, ոչ մատը։ Որ թվականի մասին է խոսքը գնում։ 25 հունիս։ Հա, նույն process-ի մասին է խոսքը գնում։ Այդ impeachment-ն է շախը։ Այո։ Չէ, ես ուզում եմ հասկանալ հարցադրման մեջ հեգնանք վատառումով չեմ ասում։ Ընդհանրապես impeachment-ներ սպասում ձևավորել եւ հիասթափեցնել։ Ընդհանրապես impeachment-ներ շախը։ Ես ընդհանրապես բառ չասեցի։ Ձեր ինտոնացիաները այդպեսի։ Այո, impeachment-ներ շախը։ Դա Հայաստանում երբևէ չէր իրագործվել։ Հայաստանում դեռ այս 5 տարիների ընթացքում չէր ստացվել գտնել մի մարդ, ով կլինի ընդդիմության միասնական վարչապետի տեխնատուն impeachment-ի համար։ Ինչի չէր ստացվել, նորից չեմ ուզում ես մտնել այդ դաշտը։ Բացարձակ ցանկություն չունեմ։ Բայց մենք այդ դա արեցինք հունիս ամսին, պահանջվեց մինչև սեպտեմբերի 26-ը, որպեսզի ինքը դառնա Դավիթ Համբարձումյանի մասին ենք խոսում քաղաքապետարքելով, հիմա անազատության մեջ է, եղբայրն էլ վրադիր է անազատության մեջ։ Ահա թե ինչպես են Համբարձումյանների ընտանիքի հետևից ընկել։ Սեպտեմբերի 26-ին մենք կարողացանք լսումներից հետո ստանալ նաև Հայաստան խմբակցության ստորագրությունները։ Հիմա
Քաղաքացին կարող է ասել, մեր ընտրողը, մեր պայքարի ընկերը կարող է ասել, դե հա, օգուտը որն է դրա։ Երևի է։ Բայց ամենայն դեպս, երբ որ այս պարլամենտը իր ժամկետը ավարտի, ես հանգիստ կարող եմ նայել իմ պայքարի ընկերների աչքերի մեջ։ Իհարկե, այն խնդիրը, որ չի հաջողության չի հասել պայքար, դե առաջ չընկնենք, բայց եթե այդպես լինի, որ հաջողության չի հասել պայքարը, այդ ամոթը կլինի, բայց ես հաստատ չեմ ամաչելու նրա համար, որ գոնե մեկ գործիք է մնացել, որը մենք չենք փորձել։ Արդյունավետության մասին կարող ենք երկար բանավիճել։ Կարող ենք ասել, որ այսինչ բանը չստացվեց, որովհետև անհատն էր մեղավոր, իսկ այսինչ բանը չստացվեց, որովհետև այսինչ բանը եղավ։ Պատրաստ եմ այդ քննարկմանը, մեծ սիրով։ Պատրաստ եմ նաև ուղիղ եթերում, բայց համարում եմ, որ սրտացավ մարդը, սրտացավ քաղաքական գործիչը նման բանը ուղիղ եթերում չի անում։ Երբ որ ես տեսնում եմ որևէ խնդիր որևէ ընդդիմադրի խոսքի կամ գործողության մեջ, առանձին եք ասում։ Ես դրա մասին ոչ լայվ կանեմ, ոչ ստատուս կանեմ, կամ որ հանդիպենք կասեմ, իմ կարծիքով է սա կարելի է այսպես անել, կամ եթե հրատապություն է պահանջում, կզանգեմ, կասեմ, եղբայր, սենց իմ կարծիքով սենց ավելի լավ կլինի։ Կլսի ջիլսի իր խնդիրներն։ Ուստի այո, այդ շախի տրամաբանությունը նաև impeachment-ն էր, որը այս պահին էլ կախված է Փաշինյանի վրա։ Դե կներեք, զարմանալի չի, եթե մեր տեխնացուին ազատությունից զրկեցին, ընդդիմադիր ձայները ստանալու համար մեզանից պահանջվեց մի քանի ամիս։ Այդ ընթացքում շուրջ 50 քաղբանտարկյալ Հայաստանում ձևավորվեց, այդ թվում նաև մեր կուսակցությունից։ Տենց բան ջերմոցային պայմաններ չէին։ Բայց նորից այս ամենը արդարացում չի, ես պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ ստացվել է, ինչ չի ստացվել։ Բարձ է։ Երբ որ նայում ենք այս իշխանության կազմին, որոշ հենարանը, հա, այս իշխանության, որոշ կարկառուն դեմքեր հենց հանրապետականի թիմից են եղել։ Դուք կարող եք իրանց թիմի անդամ չեք համարել, ամեն դեպքում հանրապետականի անդամության մեկը հայտ է ներկայացրել, Գևորգ Պապոյանը եղել է հանրապետական, Սարիկ Մինասյանը հայտ է ներկայացրել, որ դառնա հանրապետական, Շիրակ Թորոսյանին դուք բերել եք ձեր խմբակցության կազմ, Գուրգեն Արսենյանին դուք բերել եք ձեր խմբակցության կազմ։ Բարգավաճ Հայաստանում էինք։ Բարգավաճում էր, հա, այդ մասով երևի շփոթեցի։ Բայց ժամանակին հանրապետական եղել է։ Ժամանակին այո հանրապետական էր, ելով կար Աշոտը Արսենյան, Վահագն Արսենյան, Ջերմուկ գրուպի, այս ձեր կուսակցությունից, ձեր թիմից, այսպես ասած, եթե ճակերտների մեջ վերցնենք այդ բառը, թռած, ձեզ դավաճանած, այս մարդկանց հետ կապված դուք ինչ կասեք, այդքան անհեռատես է եղել ժամանակին հանրապետականը, որ իրանց բերել ֆիգուրա սարքել քաղաքական, որոշ մարդկանց պաշտոններ ա տվել եւ այլն ու հիմա սենց։ Այ մեծ է գայթակղությունը ուղղակի կարճ ասացվածքով պատասխանել, որ գեղ չկա, որտեղ շունչ լինի։ Բայց ես այդպես չեմ անի։ Ընդ որում ձեր նշած դեպքերից յուրաքանչյուրը շատ տարբեր դեպքեր էին, շատ։ Ինչ պետք է ասեմ ես իրենց մասին։ Սամվել Ալեքսանյանի Չգիտեմ Սամվել Ալեքսանյանը հիմա ԿՊ-ի հետ ինչ կապ ունի, բայց համենայնպես Անդրեվանոց էր բռնում Ավինյանի համար։ Okay, ինչ պետք է ասեմ ես իրենց մասին։ Ինչի Ես վերեցի։ կարող եմ 1000% պատասխանատվություն կրել իմ ընկերների եւ իմ ավակ ընկերների համար, ովքեր 2018-ի ապրիլի 24-ից սկսած Անդավաճան 10 հոգով կարող էին փողոցային ակցիա անել Փաշինյանի դեմ։ 18 թվականին, եւ դա ինքնասպանություն էր, ուղղակի ինքնասպանություն էր։ Իրանց համար ես 1000%-ով պատասխանատու եմ։ Այդ մարդկանց ես ոչ դատավոր եմ, ոչ ժամանակը ցույց կտա։ Բայց նաև նրանց պատճառով է, որ կապ են տեսնում։ Նրանց պատճառով, բնական է, որ Աշոտյանի պատճառով չի։ Չէ, կապ են տեսնում մարդիկ հանրապետականների ԿՊ-ի մեջ։ Ինչի համար եմ սա ասում, ուրեմն 3 դատարանի բակում Հովիկ Աբրահամյանը հարցազրույց է տալիս լրագրողներին իր 1.4 միլիոնանոց այդպես ժակետով։ Հա, կարծացել եմ։ Հա, հարցազրույց է տալիս ու ասում է, հա, դե 25 միլիոն գրավը Նարեկ Նալբանդյանն է տվել, ԿՊ-ի սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանի մասին է խոսք։ Ասում է, դե մենք շատ լավ հարաբերություններ ունենք իրար հետ, զանգեց ասեց, մուծեմ ես, ասի, Նարեկ ջան, մուծի, ասենք ինչ կա, չէ, ասում եմ, որ մեզ նաև դիտողները իմանան կոնտեքստը էլի հարցի։ Հիմա այստեղ դուք խնդիր չեք տեսնում։ Ինչ խնդիր։ Հանրապետականների Ստոպ, մի վարք։ ԿՊ-ական դատարանը։ Ահա։
դատումը հանրապետականից 18-ից շատ ավելի շուտ դուրս եկած Հարվակ վտակ պատմությունները բոլորը հիշում են Հովիկ Աբրահամյանին ու իր համար գրավ վճարել Նարեկ Նալբանդյանը ուզում եմ հասկանամ այս պատմության մեջ ես ինչը մեկնաբանեմ Հանրապետականի Վերքը լավ վատը չէր պարոն Աբրահամյանը թելով այսպես կապված որտեղ է այդ թելը ասում եմ 3 գործող ինքը ձեր վարչապետն է եղել հետո մենք գիտեք քանի վարչապետներ ենք ունեցել Նորից եմ հարցը տալի ԿՊ-ական դատարանը դատումը հանրապետականից 17 երևի թվականից եք դարձում կապը խզում եք ասում եք գնա ապրի Նորից 17 թվականին հանրապետականից իր կամքով վտակ արվակ պատմությամբ դուրս եկած Հովիկ Աբրահամյանի իր համար գրավ վճարել Նարեկ Նալբանդյանը այս պատմության մեջ ես ինչը մեկնաբանեմ ես Սուրեն Բաղդասարյանը չեմ ամեն ինչ մեկնաբանը Ինչ կապ ունեմ ես այս պատմությանը։ Այ, լավ, հասկացա։ Կարող եմ նորից ասել, որ Բաչկոնը վատը չէր։ Այդքան իմ կարծիքով չարժեր, բայց վատը չէր։ Պարզ է։ Տեսեք, պարոն Մամիջանյան, ինձ հիմա շատ հետաքրքրում է, թե դուք ընտրողներին ինչ եք ասելու։ Ինչ այլ ընտրանք եք տալու մեր ընտրողներին։ Ասելու եք գալու ենք Արցախը հետ բերենք, կասեն, բա ձեր ժամանակ Արցախը հələ ճանաչեիք նախ։ Ասելու եք գերիներին ենք հետ բերելու, ասելու եք, չգիտեմ, ինչ ասելիք ունեք դուք ընդհանրապես որն է ձեր այլ ընտրանքը թրիպը ինչ եք անելու։ Տեսեք, դուք մի քանի բան ասացիք, ես ստիպված եմ նրանց պատասխանել ու հետո փորձեմ ասել թե ինչ եք ասել։ Ամեն դեպքում երևի ճիշտ կլինի սկզբից որոշենք մասնակցում ենք թե չէ, հետո ասենք ընտրողներին ինչ ենք ասելու, բայց ես կփորձեմ նախ ձեր նշած մի քանի կետին արձագանքել, համ էլ ինչ որ ընդհանրական բան ասել։ Նախ Գիտեք, Արցախը ճանաչել չճանաչելու մասին այնքան ենք ասել, բայց մի անգամ էլ կասեմ, որ Արցախի ճանաչումը այն ժամանակ կբերեր նույն վարքյանին պատերազմի սկսելուն։ Նույն վարքյանի, որտեղ եթե դու բանակցում ես Արցախի կարգավիճակի շուրջ, ու այդ Արցախի կարգավիճակը դու ընդունում ես, այդ բանակցությունը ավարտում ես։ Եթե հիշում եք ապրիլյան քարորիա պատերազմի ժամանակ նախագահ Սարգսյանը հավաքել էր նախագահականում հավաքել էր վատ բառը հրավիրել էր նախագահական ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին Հայաստանում հավատարմագրված եւ զգուշացրել էր որ եթե պատերազմական գործողությունները տևեն 7 օրից ավել Հայաստանի Հանրապետություն ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ինչը չարվեց 44 օրյա պատերազմի ընթացքում իմ համար անհասկանալի պատճառներով դա առաջին կետը երկրորդ թրիփի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգները այն երկիրը չեն, որի հետ դու կարող ես հեշտ կնքված կամ նախաստորագրված պայմանագրերը չեղարկել, բայց լավարկել դրանք, վերաբանակցել, բարելավել միշտ կարող ես։ Մասնավորապես օրինակ ինձ հետաքրքրում է, ես դրա մասին ես մի երկու շաբաթ անդադար խոսում եմ, ինչու՞ պատասխան չի եղել ԿՊ-ից։ Ինչպես է սահմանվելու, որ ադրբեջանական կապիտալը չլինի ներգրավված ամերիկյան կողմի 76%-ի դեպքում։ Վետո դնելու իրավունքը, հա։ Ոնց ուզում եք անվանեք, չգիտեմ ոնց է լինելու այդ իրավունքը, բայց համենայնդեպս կա արդյոք այն, որովհետև մենք գիտենք, որ BlackRock-ը եւ եւս երկու մեծ ներդրումային կազմակերպություններ ուշագիր են կնքել ադրբեջանական պետական նավթային հիմնադրամի հետ, այդ թվում նաեւ լոգիստիկ եւ ենթակառուցվածքների ոլորտում։ Հայաստան եկել է ԱԵԿ-ը գնահատման համար ինժեներական խորհրդատվական կազմակերպությունը, որը մեծավ մասամբ պատկանում է BlackRock-ին եւ միշտ աշխատում է BlackRock-ի հետ։ Այսինքն ակնհայտ հիմնավոր կասկած կա, որ BlackRock-ը որպես գերխոշոր մոնստր ներդրումային հիմնադրամ ներգրավված է լինելու թրիփի կառուցման մեջ։ Նաև երկրորդ փաստ ադրբեջանական կապիտալ կա BlackRock-ի մեջ։ Հիմա սա ինչ որ մի ձև կանոնակարգվում է, օրինակ։ Երկրորդ, ես հարց ունեմ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ բեռների անցումը Ադրբեջանի տարածքով ո՞նց է տեղի ունենալու։ Էլի այդ back office front office-ն է ալելու, խիստ կասկածում եմ։ Նույնիսկ կարող եմ ասել կներեք բառիս համար, բայց կրուտիտը ոնց է լինելու հետագայում։ Հետո երբ որ այդ հարցը առաջ կանգնի, առաջ քաշվի, Փաշինյանը ասելու է դե մենք զարգացած երկիր ենք, մեր բոլոր սահմանները փոխված են front office, back office-ով ու այդ էլեկտրոնայինով, Ադրբեջանը հələ այդ հնարավորությունները չունի։ Իրանց մոտ սովորական հայը առնչվելու է ադրբեջանցի սահմանապահի հետ։ Նման է չէ Փաշինյանական կրուտիտներին։ Նորից կներեք այդ կարող է լինել այն։ Գերիների հարցով դուք ինձ կարող եք բացատրել թե ինչ մակարդակի դեսրիկայությունը ոնց պետք է անվանես դա երբ որ ինքը 21 թվականի արտահերթ ընտրություններից առաջ նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը պահանջում է ականապատ տարածքների քարտեզներ նոյեմբերի 9-ից սկսած
տալ թե չտալ առանձին քննարկում է, ես չեմ ուզում մտնել այդտեղ։ Եվ հիմա Ինքը արդեն սպասում է ընտրություններից 2 շաբաթ առաջ տալիս է այդ քարտեզները, որ ընտրություններից 2 շաբաթ առաջ գերիներ բերի Հայաստան ու դրա վրա դիվիդենդներ աշխատի։ Մենք նույն պատմությունը հիմա ունենք։ Հասկացեք, էլի հայ օջախա լուսավորվում, բարով են եկել այդ մարդիկ, Աստված տա բոլորը առողջ վերադառնան։ Բայց միթե հնարավորություն այլ չկար։ Այդ նույն ու այդ հեքիաթները թող գնան ուրիշ թե պատմեն, որ սիրիացի վարձկանների հետ փոխանակում չի եղել։ Ուղղակի համընկավ նույն օրը դա տեղի ունեցավ։ Դա միջև դրանից ավելի շուտ հնարավոր չէր անել։ Ալավ լետ սաղ մի կողմ։ Ես չեմ հասկանում այդ անունը դրել եք խաղաղության պայմանագիր։ Մեջը գերիների հարցը չդնել։ Մեջը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից դուրս գալու հարցը չդնել։ Ակնհայտ է, չէ՞, որ այդ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը, որի կանոնակարգի հաստատման ժամանակ մենք խոսում էինք, որ հատվածային է ֆիքսված, հատվածային ինչ է նշանակում, այսքան հատվածը արվեց սահմանազատումը, վերջ, դա վերջնական է։ Անկախ նրանից ամբողջը կարվի թե չէ, դա վերջնական է։ Հասկացեք ինձ, ես չեմ ասում, չէ ոնց թե այս քարը պիտի լինի Հայաստանի տարածքում, դրա համար պատերազմ ենք սկսում։ Չէ, բայց ես ասում եմ մի վարքյան, լավ, Ադրբեջանը ուզում է որ այս քարը իր, այս սեղանը իր տարածքում լինի։ Լավ, բայց կասես հետո ոնց է շարունակվելու։ Այն համակարգիչը մեր տարածքում անելու թե իրանց։ Այս պահարանը մեր տարածքում անելու թե իրանց։ Որ ես կարողանամ ամբողջական նայեմ, ասեմ, որ սպասի իմ երկրի շահերը ոտնահարվում են թե չէ այստեղ։ Ոչ մեկի մոտ հարց չառաջացավ։ Իհարկե, որովհետև բոլորը գիտեն, որ Տավուշի հատվածը մեր պաշտպանական հատվածների, մեր սահմանի ամենապաշտպանված հատվածն էր, դրանով է բացատրում, որ այդտեղ երբեք դիվերսը չի լինում։ Պարզ է, որ Ադրբեջանը ուզում էր դա ջարդեր, դրա համար այդտեղից սկսեց։ Լավ, ենթադրենք, առաջինը այդ դա չեղավ։ Երկրորդն էլ ջերմուկը չի լինում։ Ինչպես հիշում եք, երկրորդը դա Հայաստան, Ադրբեջան, Վրաստան սահմանների հատման կետն էր։ Էն էլ հիմա դա չի լինում, արագ թրիփն են անելու։ Այսինքն այդքան մեկ է, որ ջերմուկ քաղաքից մի քանի կիլոմետրի վրա հիմա ադրբեջանցի են նստած։ Ու ամրություն է կառուցում։ Ասելու եք դա լինելու է առանցքային բանակցային, առաջնային բանակցային կետ։ Ավելին ասեմ, խաղաղության համաձայնագիր կոչվածը շատ վերլուծություններ կան, թե ինչպես կարող է լինել դրա ճակատագիրը հետո, բայց առնվազն ես մի հարց եմ տալիս, երաշխավորը ով է։ Հեքիաթները, որ տնտեսական երաշխիքներ Ուկրաինայից եւ Ռուսաստանից իրար հետ տնտեսապես ավելի փոխկապակցված երկրներ շատ քիչ կա աշխարհում։ Ընդ որում թե ապրանքաշրջանառություն, թե գազի տրանզիտ, բայց բոլորս ենք տեսնում այնտեղ ինչ է կատարում։ Ավելին ասեմ, այո, Ուկրաինայի երաշխավորներից մեկը Ռուսաստանն էր ըստ միջազգային պայմանագրերի։ Դրա համար մենք ասում ենք մի քանի երկրի երաշխավորի ինստիտուտ պիտի լինի, որպես իրար համակշռեն։ Դրա համար պետք չէր ափալ-թափալ վերացնել Մինսկի խումբը, որովհետև գուցե հենց կամ լավ, այդ որ ասում են ինքը անգործող կառույց էր, անիմաստ կառույց էր, անիմաստ կառույց էր, ինչի՞ է Ադրբեջանը դա որպես նախապայման դնում։ Այսինքն Ադրբեջանի համար նախապայմաններն են սահմանադրությունը փոխել եւ Մինսկի խումբը վերացնել, անիմաստ բան։ Դժվար թե չէ։ Եւ հասան մարդիկ։ Իհարկե հասան, ընդ որում ոչ թե ստորագրման ժամանակ, այլ նախաստորագրման ժամանակ։ Ինչի, որովհետեւ Փաշինյանին Ալիևի ավտոգրաֆներ պետք է ընտրություններին մասնակցելու համար։ Դրա համար ես շատ եմ խնդրում մեր քաղաքացիներին։ Այս անտերը միջազգային հարաբերությունները քաղաքականություն նույնպես արհեստ է։ Դե գիտություն շատ կլինի անվանել էլի, դրա համար արհեստ եմ ասում։ Ես չեմ կարող չէ կողքից նայելով ասել թե մեքենան ոնց կառուցել կամ տունը ոնց վերանորոգել կամ հանց ոնց թխել կամ չգիտեմ միկրոչիպ ոնց արտադրել։ Դե այս անտերն էլ իր մասնագետները ունի։ Չկան երաշխիքներ անվտանգության համար այդ փաստաթղթում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ՎԿ-ի կարգավիճակ ունի գրած այդ անտերանտեղ։ Բայց Փաշինյանը ուրիշ բան է մատուցում։ Փաշինյանն ասում է զոհերի գնով մենք հասել ենք նրան, որ Հայաստանը այսօր ծայրագավառից բերել ենք կենտրոն։ Նախ թող բերանը լվա զոհերի մասին խոսելուց առաջ, ինքը դրա իրավունքը չունի։ Այդ զոհերից առնվազն 1000-ից ավելը իր անձնական մեղքով է, որովհետև
հոկտեմբեր ամսին ու ինքը դա ընդունել է, ինքը կարող էր կանգնացնել այդ պատերազմը։ Կլիներ նույն արդյունքը, բայց իրանք անվանեին դավաճան։ Իրան հիմա էլ են անվանում դավաճան։ Հասկանում եք, կան բաներ, որոնք ես իրան ներել երբեք չեմ կարող։ Քաղաքական քո վերընտրվել, չընտրվելու քո դիվիդենդի խաթեր 1000-ից ավել լույս տղա տանես մատաղանես։ Այ դրա համար է ինքը դավաճան։ Ինչ վերաբերվում է կերտմանը, հա, իմիկ վայրողության։ Իհարկե բոլոր ժամանակներում իրենց համար ամենաթանկը կյանքը հայրենիքին տված մարդկանց կյանքով ենք մենք հիմա այստեղ նստած։ Պարտական ենք, այո։ Ես չեմ հասկանում դրա քննելու բան չկա։ Հայաստանի Հանրապետությունը դառնա 600,000 քառակուսի կիլոմետր, շարունակի մնալ 30 կամ 29, ինչքան են ասում, չգիտեմ։ Ինչ ուզում ա լինի, մենք դրա համար պարտական ենք մեր զինվորներին, այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։ Դրա իմաստը որն է, բայց դնել ասել, որ գիտես ինչ Արցախը տալը անկախության օր էր Հայաստանի համար։ Դրա համար պիտի Փաշինյան լինես, էլի։ Գիտեք, ես եւի 2 անգամ եմ զարմացել Փաշինյանի վրա։ 1 նոյեմբերի 9-ի գիշերը, երբ որ ընկերներս ինձ զանգում էին ու ասում էին, տեսել ես քաղաքում ինչ է կատարվում եւ այլն, ես ասում եի, դե հեսա ուր որ է հրաժարական պիտի տա էլի։ Ու ես դա չէի ասում որպես ընդդիմադիր, որովհետեւ այլ երկ չկար։ Այսինքն դու ձախողել ես ամեն ինչ հնարավոր է։ Ինքը հրաժարական չտվեց։ Եվ երկրորդ անգամ ես զարմացա Փաշինյանի վրա, երբ որ 23 թվականին տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ Արցախում։ Ու ես սպասում էի գոնե տեսնել իր այտենց ինչ որ ամոթխած վիճակ, էլ որ կասի հա, սենց վայ։ Չէ, այ սկսեց հարցակվել, սկսեց ինչ-որ մեղավորնել մանգալ, հիմար լայվ վեր ունենալ եւ այլն։ Հետո ասեց, որ էթնիկ կլինզինգի, էթնիկ զտումների վտանգ չկա, որը Ադրբեջանի արտգործնախարարը դեմ տվեց Արարատ Միրզոյանին։ Ու ես հասկացա, որ ինքը ինձ երբեք չի զարմացնելու։ Ինքը չի կանգնում ասում է, ժողովուրդ, ես հիմարություն եմ արել, ես ցախողել եմ բոլոր ֆրոնտները, բայց դե էսա լուծում ենք առաջարկում, չէ։ Ինքը ասում է լավ եմ արել, ճիշտ եմ արել, լավ եմ արել 21 թվականին, խաբել եմ ձեզ, որովհետև ախր տենց արդար չի է, մենք այլ ընդդիմադիր դաշինքներ 21-ի ընտրություններին մասնակցում էինք Արցախ, ինքնորոշման իրավունք եւ այլն թեզերով։ Փաշինյանը գալիս էր ասում էր ես Շուշիթն ու Հադրութը դեօկուպացնելու եմ, անջատում համում փրկությամբ ապահովելու եմ ինքնորոշման իրավունքի իրացումը, ինձ ձայն տվեք։ Ահլտենամ դու վեր կանայր ասեիր Արցախից 100, այդ ժամանակ արդեն 130,000 մարդ գաղթականի կարգավիճակով գալու է Հայաստան, ճանապարհին 64 թե 66 մարդ է մահանալու։ Այդ գաղթի ճանապարհին 60-ից ավել մարդ է մահացել։ Մեր հայրենակիցն։ Ես հայտարարել եմ, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ու այդ դրանից սկսելու են բանակցություն։ Հետո քանի օքեր իրան ձեն տալու, կամ այդ չագուջը ինչ էին անելու։ Հետևաբար իակ բանը, որ վերադառնալով դրոնների հարցին, եթե մենք որոշենք մասնակցել ընտրությունների, միակ բանը, որ ես կարող եմ երաշխավորել հանրապետականի դրոններին, այն է, որ մենք բաց ճակատով ենք խոսելու։ Մենք չենք խաբել մեր պայքարի քույրերին եւ եղբայրներին։ Ամեն ինչ ստացվել է, չէ։ Մեծամասնությունը չի ստացվել, բայց դա նրանց չէ, որ մենք չենք փորձել կամ պակաս ջանք ենք դրել դրա համար։ Բայց եւս մեկ անգամ ասածս պետք չի ընկալել, որ հանրապետականը որոշում ունի։ Հանրապետականը դեռևս քննարկում է մասնակցել թե ոչ ընտրություններին։ Շատ լավ։ Զենքերի հետ կապված կուզենամ այս մասով էլ խոսենք։ Փաշինյան ձեզ հրավիրեց իր գնաց զենքերը տեսնելու։ Դուք չգնացիք։ Եվ չեք ուզում տեսնել ինչ պլպլան նախ զենքեր են գնել։
մեր Եկեք իշխանությունները։ առաջնային որպես կետ վերցնենք, որ ռազմարվեստը եւ պաշտպանության ոլորտը իմ նեղ մասնագիտական ոլորտը չի, որպես Տիգրան քաղաքականությամբ Աբրահամյանն է զբաղվող, այո, դրա համար մենք ունենք Տիգրան Աբրահամյան եւ ոչ միայն Տիգրան Աբրահամյան կուսակցություն։ Պարոն Աբրահամյանը տեղեկացված է թե գնված զինատեսակներից եւ թե գուցե ինչ որ մի պահի դրանք ինչ որ միտեղ դրանց ծանոթանա։ Հիացած է։ Բայց այստեղ խնդիրը այլ է։ Մենք խոսում ենք համակարգերի մասին։ Համակարգերի։ Շատ հեշտ։ Դուք էիք առաջարկում, թղթով թողել էիք ռազմավարությունը, իրենք դեն նետեցին, չգնեցին անօթաչուները, ինչպես որ դուք էիք հադարիկ ասելու։ Ես հիմա այլ բան ասեմ, երբ որ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց Նարեկին եւ Վազգենին, դրանից հետո Փաշինյանը գրառումների այսպես շարք սկսեց, մասնավորապես գրառում ասեց, հա, ինչ կա չհասկանալու ձեր թողած հոբ համակարգը ոչ թե առանձին վերցրած միջոցներ, այլ ընդհանուր առմամբ հոբ համակարգը մետալալոմ էր, բառից բուն իմաստով մետալալոմ, իսկ դաշնակիցները մեզ 3 մատի կոմբինացիա էին ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին հիպատասխան, ձեզ էլ էին 3 մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան արկա կլիներ։ Ոչինչ, որ այդ նույն տեխնիկան է հիմա աշխատում ամենամեծ ռազմական կոնֆլիկտներից մեկի ժամանակ Ուկրաինական պատերազմում։ Այդ մետալալոմներով են իրանք։ Չէ, այդ մետալալոմ դա անվանել է ապուշություն, հա, մեծավ մասամբ նույն տեխնիկան աշխատում։ 1. Երկրորդ, 3 մատի կոմբինացիա քեզ էին ցույց տալիս։ Մեր հետ կնքում էին պայմանագրեր։ Ընդ որում ոչ միայն զենքի մատակարարման պայմանագիրը, այլ դրա վարկային պայմանագիրն էլ հետը։ Չգայր չփոխեիր զենքերի գնման պլանը։ Մենք 2000-ատ ԱԹՍ կունենանք, ինչպես մենք գրել էինք։ Դրա փոխարեն դու գրեցիր այդ քո սուերը, բերեցիր ու աշխարհի պատմության մեջ ամենաթանկ սելֆին արեցիր 130 միլիոն։ Միջոց վերջերս սխալ եմ ասեմ, միտեղ 64 եմ ասում, 130 միլիոն։ Հետո ինչ դու արեցիր։ Մենք չէինք ընդունել սնարյադները, արկերը։ Հեկար ընդունեցիր։ Հիմա ով է մետալալոմ առնում, մենք թե դու։ Հիշեցնեմ, հնդկական զենքեր են ահռելի քանակությամբ սպառազինություն, արկերի մասին է խոսք գնում, ասականների։ Մեր իշխանության օրոք նույն մատակարարը բերել էր, մենք չէինք ընդունել։ Չէինք ընդունել, դա չէր նստել, ոչ փողն էր փոխանցվել, ոչ էլ դա նստել էր բանայի բալանսի վրա։ Իրենք եկան, ընդունեցին։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մեզ չէին առաջարկում սուեր առնել։ Նույնիսկ զինված ուժերում կային մարդիկ, ովքեր համարում էին, որ այդ սուերը առնել պետք է։ Խորին արգանքով։ Ընդ որում սունված ինքնաթիռ չի, շատ լավ ինքնաթիռ է, բայց որ մարտագլխիկ հետը չես տալի, ուղղակի սիրուն տենց նկարվելու բան է։ Էտա գնացդ։ Տեսեք, ես չեմ մտնում հնդկական տեխնիկայի, պանցերների կամ մյուս քննարկումների մեջ, որովհետև դրանք դեռևս համակարգացված մակարդակի չեն։ Պետք է տեղայնացնել նաև, հասկանալ ինչքանով են մեծ պետք։ Նորից ասեմ, դա իմ նեղ մասնագիտացում չի, դրա համար շատ մանրամասն չեմ խոսում, բայց այնուամենայնիվ դրանք դեռևս համակարգի մակարդակում չեն։ Երկրորդ, ես թվարկեցի մի 4-5 դեպք, որոնց բոլորի ժամանակ Փաշինյանը սխալ է։ Մեկ էլ մի հատ էլ հարց էլի, ինչ վերջես չեմ հիշում, Վահագն Ալեքսանյանն էր ոնց որ խոսում տոննայով զենքերը հաշվելուց։ Հա, երբ որ շատ է լինում սպառազինությունը փոխանցվող, երբեմն այն տոննայով էլ են հաշվում։ Գոյություն ունեն ավելի մասնագիտական չափման միավորներ, որոնք վերցնում են դրամաչափով եւ այլն, ես չեմ ուզում այդ դաշտ մտնել։ Հա, մենք տոննայով անվճար սպառազինություն էինք բերել։ Ձեր բերած ուղը։ Դուք տոննայով մի բերեք, դուք հատով բերեք։ Դուք հաշվարկը հատով արեք, բայց բերեք։ Անվճար։ Կարևորը 10%-ով մի խփեք։ Խփելուց նորմալ խփեք։ Այդ վերջին կետն էր Իսկանդերը։ Իսկանդերը դե հիմա ավելի շատ երկրների սպառազինության մեջ է ներառված, բայց այն ժամանակ կար միայն Հայաստանում ու ըստ որոշ հրապարակումների Ալժիրում։ Էլի այնտեղ ըստ որոշ հրապարակումներ։
Համենայն դեպս որ ցուցադրված էր, որ հստակ հայտարարված էր, որ ունենք Հայաստանն էր։ Բացարձակ Ռուսաստանը էր։ Նորից ես մարտական գործի մեծ վարպետ գիտակ չեմ, բայց Իսկանդերը գերարդյունավետ կլիներ, եթե կիրառվեր պատերազմի սկզբնական փուլում այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը դեռևս չէր բացազատվել, առկա էին մարդուժի եւ զինտեխնիկայի մեծ կուտակումներ, եւ Իսկանդերը կարող էր այդ պարագայում լուծել իր առջև դրված մարտական խնդիրը 100%-ով, լինելով գերարդյունավետ եւ մտցնելով բեկում ըստ որոշ փորձագետների։ Հիմա խիչ է իր գրակել այն ժամանակը։ Թե Գանջայի օդանավակայանի մասին խոսելը ավելի սեքսուալ էր, ավելի շատ էր լայք բերում։ Ընդ որում ես երբեք չեմ համարձակվի հերակա պոլեմիկայի մեջ մտնել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որովհետև ինքը անազատության մեջ է, այն էլ Բաքվում, ես իրեն եւ մեր բոլոր եղբայրներին ազատություն եմ մաղթում, Աստված տա իրանք կան, մենք շատ բանավեճելու հնարավորություններ կունենանք։ Ասածս բացարձակ չընդունվի էլի, որպես պարոն Հարությունյանի հետ բանավեճ։ Այդ է սպառազինության վերաբերյալ իր բոլոր ասածների պատասխանները ու վստահեցնում եմ ձեզ ես էլ ոչ մասնագիտական եմ տալի Աբրահամյան Տիգրանը տասնապատիկ ավելի լավ կաներ դա։ Պարոն Մամիջանյան, հաշվի առնելով այս ամենը, ամփոփելով մեր զրույցը թերևս հաշվի առնելով այս ամբողջ խնդիրները, այն ինչի միջով մենք անցանք, տեսեք Գանջայի օդանավակայանի հոդս ցնդելու հետ կապված ասացիք, ես մտովի տեղափոխվեցի այդ շրջան, շատ մեծ ցավոտ օրեր էին իսկապես ողբերգական ու չեմ ուզում անգամ հիշել այդ օրերը։ Այս ամենը հաշվի առնելով, չպիտի արդյոք կատարվածից դասեր քաղելով ընդդիմադիրները վերջապես գան միասնական համաձայնության, որ եթե գոնե 2026-ի ընտրություններում, այս ընտրություններում չհաղթեն, իշխանություն ձեռք չբերեն, ապա մեզ չտանեն 21-ի ճանապարհով, մենք նորից դեժավյու չապրենք։ Միասնական համաձայնության կան, չգիտեմ, մանդատները չվերցնեն կամ այլ բան, դուք ինչ կարծիք ունեք։ Տեսեք, ես մտածում եմ չեմ լսել այդ մանդատները դրեք արտահայտությունը, բայց պաստորեն դեռ լսել եմ։ Միշտ լսել եք, եթե այդ մանդատը արդյունավետ չի լինում։ Շատ սիրելի Ռիփսիմե Ջեբեջան եւ իմ շատ սիրելի ընտրողներ, պայքարի ընկերներ։ Ոչինչ չի տալու, մեր օրենսդրությունը չի նախատեսում։ Վառեմ, մանր կտորների բաժանեմ եւ հրամցնեմ որևէ ԿՊ-ական երեսփոխանի, բացի այդ ԿՊ-ական երեսփոխանի առողջական խնդիրներից որևէ այլ հետևանք չի ունենալ։ Ընդ որում որ փուլում ես ուզում ես դա արա։ Էս մեկ։ Մենք կողքը հարևան երկրում օրինակ ունենք։ Այնտեղի ինդիմությունը մանդատները չվերցրեց։ Ինչ կա։ Ծրվեց parlamento։ Ընդ որում տարբեր օրենսդրություններ են աշխատում Հայաստանում այնտեղ։ Ծրվեց parlamento։ Եթե ասեք, գիտեք ինչ, Եվրոպա Okay, արժ չկա, բայց սրա արդյունքում գոնե ինչ-որ բաներ կարողանում ես անես։ Այն պարագայում էդ էլ չես կարողանում ես։ Մեկ, երկրորդ, եթե ինչ-որ մեկը գա ու լուրջ դեմքով համոզի, որ փողոցային պայքարը ու մանդատը իրար խանգարում են, ես իրանք սովորացնեմ մանդատով փողոցային պայքար անելու ձևը։ Գիտեք, դուք կարող եք ասել, գիտեք, Վրաստանի խորհրդարանը persona non grata է շատ միջազգային կառույցներում եւ այլն, բայց դա մանդատները չվերցնելու արդյունքը չի։ Դա այն արդյունքն է, որ առհասարակ ի սկզբանե արկա էր աշխարհաքաղաքական վերաբերմունք, չմանրամասն։ Հիմա թե ինչ կլինի 26-ին ես չգիտեմ։ Շատ բարդ է ինձ ինչ-որ հարցեր տալ 26-ի արդյունքների մասին, երբ մենք դեռ չենք հայտարարել եւ չենք որոշել մասնակցում ենք թե չէ։ Համենայն դեպս Հայաստանի օրենսդրությունը չի ենթադրում որևէ գործիք, որով ընդդիմությունը կարող է հասնել խորհրդարանի լուծարմանը մանդատները դնելու միջոցով, որտեղ եթե դու մանդատները դնում ես, ցուցակով հաջորդներն են գալիս, եթե ամբողջ ցուցակն ես անում, սահմանադրությունը եւ օրենսդրությունը չի գրվում Սահմանադրությունը եւ օրենսդրությունը չի գրվում խելագարական խավարկածով։ Դու չի գրվում Պետ բանա չէ, հայտնի տենդենս կար Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ անդադար դատերի էին տալիս
որովհետև ինչ որ խելագար բռնում էր իր կատվին չորացնում էր միկրոալիքային բանի մեջ, հետո վառարանի մեջ, հետո դատի էր տալի, ինչի մեջ գրած չի։ Դրա համար հիմա բոլոր ինստրուկցիաները հատ առ հատ այդ ամեն ինչը ներառում են։ Այդպես գրեինք սահմանադրությունը։ Չեմ կարծում։ Սահմանադրության եւ օրենքների հետ ոչ մի խնդիր չկա։ Բայց երբ որ քաղաքական կամքի հետ խնդիր։ Բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը Վահագն Հովակիմյանի թեթև այն ժամանակ դեռևս պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեթև ձեռամբ որոշում է ազգային ժողովի ամբիոնի վրա բռնաբարել սահմանադրությունը, այդտեղին կապ ունի ոնց էր գրած այդ սահմանադրությունը։ Այնպես որ շատ վաղ է դեռ 26-ի արդյունքներից հետո խոսելիքներ, անելիքների մասին խոսել։ Յուրաքանչյուրը իր տեղում իր պատկերացրած ամենաարդյունավետ տարբերակով պիտի պայքարի ու անկախ հիասթափություններից վստահեցնում եմ ձեզ այդ հիասթափությունները մեր կյանքում էլ հեչ-քիչ չեն եղել, բայց դա չի նշանակում սա այդ մի խումբ մարգինալների երկիրը չի, սա մեր իմ եւ ձեր երկիրն է։ Ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը իմպես է մտածում։ Ոչ թե քաղաքական տեսանկյունից, այլ արժեքաբանական։ Հավատում է Աստծուն, հավատում է հայրաքելական սուրբ եկեղեցուն, հավատում է ընտանեկան արժեքներին, հավատում է հայրենիքի ուժին, հավատում է, որ արյունը ջուր չի դառնում։ Ես գիտեմ, որ մեծամասնությունը այդպես է մտածում։ Ու երբեք չեմ համակերպվի, որ մի խումբ մարգինալներ փորձեն աշխարհին ներկայացնել իբր իրանք են մեծամասնություն։ Ոչ, դա այդպես չի։ Ու ինչքան ժամանակ ուզում է պայքարի համար պահանջվի, այդքան ժամանակ էլ կպայքարենք։ Պարզ է, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Մամիջանյան։ Այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, սպասեք ընտրություններին, տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն, մենք հետևելու ենք ուշի ուշով այդ իրադարձություններին, դուք անպայման հետևեք մեր ալիքին եւ բաժանորդագրվեք YouTube-ին եւ Patreon-ին։ Շնորհակալություն, որ դիտում եք, մյուս շաբաթ կհանդիպենք, ցտեսություն։